Ողջույն բոլորին, եթերում կրկին The Point-ն է։ Այսօր ես ու Հայկը նոր հյուր ունենք, ներքաղաքական թեմաներ ենք քննարկելու։ Բարև Արսեն ջան, բարև Հայկ ջան։ Բարև Ազգեն, բարև Արսեն։ Արսեն չներկայացրեցինք։ Արսենը մեր կուսակցական ընկերն է ու այս ներքաղաքական իրավիճակներով լավ հետաքրքրվել է ու ոնց որ գիշերը չէր քնե, որ Նիկոլը գնացել էր Պուտինի մոտ, հետաքրքրվել է ագին ինչ են խոսացել, ինչ են արել։ Եկեք թեմայից էլ սկսենք։ Նաև յոգայի լավ մասնագետ է Արսենը, այդ գովազդան ենք էլի ամեն դեպքում։ Հա, անելու ենք իմիջալուց։ Յոգայի լավ մասնագետ է ու մի անգամ էլ որ գնա, արդեն բանը վարչապետը մի հատ էլ գնա Պուտինի մոտ, մեզ էլի յոգա է պետք լինելու երևի ներվերը հանգստացնելու համար։ Կամ Պուտինին է պետք լինելու։ Կամ Պուտինին է յոգա պետք լինելու։ Արսեն Պուտինը ունի, իր զբաղմունք ունի։ Արսենին հետը կտանի վարչապետը։ Չեմ ուզում չէ։ Եկեք հասկանանք ինչ էր այցի նպատակը, ինչ էր ըստ ձեզ, ինչի համար գնաց, ինչ խոսացին։ Մեզ вообще պետք էր այդ այցը պետք չէր, եթե պետք էր ինչ օգուտներ տվեց, ինչ վնասներ տվեց։ Ես կարծում եմ, որ շատ փոխված ելույթ էր, այսինքն ավելի համարձակ ելույթ էր, այնտեղ ինչ որ տեղի ունեցավ։ Ելույթ չասենք, բայց հանդիպում եւ նույնիսկ հանրության շրջանում կարող եմ ասել, որ գնահատականները շատ ավելի բարձր էին, ինչի համար, որտեղ առաջ եթե նախկին ժամանակներում մի տեսակ այլ մոտեցումներ էր, այսինքն երբ որ Պուտինի մոտ մարդ էր գնում, մի քիչ ասածո օրենք էր, էլի, չէ՞։ Հա, բայց այս անգամ ավելի վստահ եւ ավելի ուրիշ ձևի մոտեցում էր, որն բնականաբար հանրության շրջանում մեծ դրական շարժ բերեց։ Եվ կարծում սա միայն դրական էր։ Բայց մի բան իմ դուրը չեկավ, որ չնայած այդ ինձ չի որ միշտ էլ եղել է, բայց դե ասենք Վլադիմիր Վլադիմիրովիչ, քո ինչ գործն է մենք Հայաստանում ինչ ունենք, մեր սահմանադրությունը ումա թույլ տալի մասնակցի կամ մասնակցի ընտրություններին կամ չմասնակցի կամ կարողա քեզ չէին ասել, որ Սամվել Կարապետյանը իրավունք չունի վարչապետ դառնա Հայաստանում, էլ այդ հարցը բարձրացնելու իմաստը, չնայած բարձրացրեց արժանի պատասխանել ստացավ, բայց լրիվ ասենց որ լրիվ անիմաստ բարձրացրեց էլ այդ հարցը։ Միանշանակ դրական ենք մենք համարում Հայաստանի վարչապետի թե պահվածքը, թե Հայաստանի այլևս այսպիսի ներկայությունը Ռուսաստանի հետ շփումներում բացասական է Ռուսաստանի պահվածքը Հայաստանի նկատմամբ։ Միանշանակ դրական է Հայաստանի կողմից եւ սա ողջունելի է եւ նաեւ մենք սրա մասին ենք խոսում, երբ ասում ենք պետք է Հայաստանը սեղանի շուրջ լինի, ոչ թե սեղանի վրա։ Բայց մի շատ լավ բան ասացի, պարոն Պուտինին կարող չէին ասել, որ Սամվել Կարապետյանը իրավունք չունի այստեղ վարչապետ դառնալու, ես երևի թե լրացնեմ, որ Պուտինը Սամվել Կարապետյանին ուղարկում էր Հայաստան։ Կարող չգիտեր, որ այդպես բան կա, եւ գիտես հետարքիր է որն է, որ մոտապես ինչքան ժամանակ է այդ իրանք կան էլի փորձում են քաղաքականությամբ զբաղվել, մենք անդադ ասում ենք, որ այս մարդիկ եկել են ընդեղից, Ժորժանյանց ընդեղից ուղարկել են, որպեսզի այստեղ այս երկիրը տանեն գուբերնացման։ Եվ այդ կայսրապաշտական այդ վերաբերմունքը Պուտինի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հենց դա էր ապացուցում։ Հիմա հետարքիա իրենք օրինակ այդ մարդիկ ընդհանրապես քաղաքական դաշտում են, բայց հայտարարություններ չեն անում։ Երեք իրանցից խոսացվել է։ Իրանք ինչ հայտարարություն ունեն դրա մասին, էլի ուզում եմ հասկանալ։ Կայսրապաշտական բառը շատ տեղին բառ է, էլ էստեղ, որովհետև ոնց կվերաբերվի ցարը, կայսրը իր ծայրագավառին նույն ձև ուզում էր Պուտինը այդ շատ գովել է Փաշինյանի արձագանքը, բայց նույն ձև ուզում էր Պուտինը վերաբերվել լրիվ ծայրագավառի տեղ դրած, որ մենք մեր մարդուն ուղարկել ենք ձեր մոտ, պետք է ինքը դառնա տեխնացու, ու մի հատ էլ վարչապետին, ոնց որ ասել ինքը վարչապետ էլ է դառնալու, դե բարև ձեզ էլի, կարող է գիտեք ստե բանա ձեր գավառը։ Այլևս դաշրջանը արդեն անցել է այդ կայսրների եւ այլուր արդեն ժողովուրդն էլ հասկանում է, որ դա անհնար բան է, այսինքն չի կարա դա այլևս լինի եւ ինչ որ կատարվում է կարծում նորմալ է Պուտինի պահվածքը, այսինքն դա նախկինում եկած ինչ որ տենց սովորություններ են, տրադիցիաներ են։ Հա, տրադիցիաներ են, որ մնացել են ու սա ինչ որ մի կարճ ժամանակում բնականաբար ավարտվել է, ասես չի կարա մնա եւ շատ գովել է, որ արդեն հայ հասարակությունը ընտրել այն ճանապարհը, որ կամաց շարժվում է դեպի առաջ, դեպի զարգացում, այսինքն այդ ծայրագույն այդ կայսրական այդ մոտեցումները այլևս չի ընդունում եւ կարծում արդեն ժամանակն է եկել, պետք է դա թերթել։ Բայց քիչ է տղեկ, քիչ է բանը, այս
տնտեսական կապերը շատ են խորացած Ռուսաստան, այդ դիվերսիֆիկացման տեմպերը շատ քիչ է, էլի։ Պետք է տնտեսական կապերը մի քիչ դիվերսիֆիկացնել, ժողովուրդ ջան, չի կարելի անընդհատ sense Ռուսաստանից շատացնել, նամանավանդ այն պարագայում, որ Ռուսաստանում պատերազմ է, էլի, իրանք ունեն դրա կարիքը, հիմա մեզնից sense ռեէքսպորտի վրա ապրանքներ են տանում Ռուսաստան, բայց հենց որ այս պատերազմը պրծավ, մենք չգիտենք ինչ կարա լինի, էլի, ես ասենք 5.5 միլիոնից մի անգամից հասցնել 5.5 միլիարդից 11 միլիարդ բան, այս չի կարելի, այս տեմպը sense անընդհատ մեծացնել ու նամանավանդ չի կարելի այս մեծացող տեմպի վրա գնալ Ռուսաստանում հակադարձել, ես շատ եմ ուրախանում, որ կարում է Փաշինյանը հակադարձի, բայց պետք է քո տնտեսությունը քեզ հենարան լինի, որ դու կարողանաս հակադարձես, էլի, sense արկածախնդրորեն հակադարձելուն ես դեմ եմ, այդ ձևին դեմ եմ, ես ուզում եմ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված լինի ու հակադարձել չէ, մի հատ էլ հերնել անիծել Պուտինի, բայց նույնիսկ հանրության հետ կապված կողմ ասել, այն հանրության շրջանում ինչ խոսույթներ կան, որ շատ-շատերը չեն կարող հասկանալ, եւ մենք գնում ենք դեպի Եվրոպա ԱՄՆ, այսինքն գնում ենք շարժում ենք առաջ, բայց մի կողմից է գնում ենք էլի անդադ Ռուսաստան եւ փորձում ենք ինչ որ տնտեսական նորից համագործակցության եզրեր գտնել եւ այլ, սա կարծում եմ բալանսավորված քաղաքականության ռիսկերից մեկն է, որ ինքը կարող մի օր տարակի, բայց կոնկրետ իմ կարծիքով սա մեծ ռիսկ է մեջ պարունակում, որը որ պետքա վերանայվի անպայման։ Վերանայելու ձևն էլ երևի հունիսի 7-ի ընտրություններն են, այդ ընտրությունների ժամանակ էլ այդ որ ասում ենք մենք շատ երեկան չեն հասկանում մենք ուր ենք գնում։ Այդ ֆիքսելու համար մենք ուր ենք գնում, ժողովուրդ ջան, եկեք չխուսափենք, ֆիքսելու համար մենք ուր ենք գնում, թող գնան ովքեր որ ուզում են շարժվենք Ռուսաստան, թող գնան տան ռուսական ուժերը իրանց ձայնը, ովքեր ուզում են շարժվենք ԱՄՆ, սերտացնենք կապերը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնենք, հապկից դուրս գալու հայտ ներկայացնենք, ԵԱՏՄ-ից դուրս գանք Եվրոպայի հետ ապրանքաշրջանառությունը շատացնենք, թող գան ձայն տան արևմտամետ ուժին հանրապետություն կուսակցության աղբերից, դե եկեք չբարթացնենք էլի ամեն ինչ, ովքեր չեն կարող չեն հասկանում ինչ վիճակ է, մտածում են մեր իշխանությունները կողմնորոշված չեն, թող գան ու կողմնորոշեն իշխանություններին, թող իրանց մի հատ 5 տարվա մեջ այդ մի հատ ամենակարևոր բան ունեն, քվեն Թող իրանց քվեով կողմնորոշվեն, ստիպեն, որ իշխանությունները կողմնորոշվեն։ Մենք էլ խորհրդանում հաստատ ստիպելու ենք այդ իշխանությունները, եթե իշխանություն լինենք, էլ ստիպելու կարիք չի, եթե մենք եղանք իշխանություն, Հայաստանը հաստատ շարժվելու է դեպի Եվրոպա։ Եթե մենք չեղանք իշխանություն, խորհրդանում ներկայացված եղանք, մենք ստիպելու ենք իշխանություն, եթե մենք ընդդիմություն եղանք, մենք ստիպելու ենք իշխանություններին, որ շարժվեն դեպի Եվրոպա։ Ուզում եմ մի քիչ հետ գանք Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ու մի քանի բաներ եմ ֆիքսել, դրանց անդրադառնանք նախ Ռուսաստանի Դաշնությունում միտինգ էին անում Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ շատ ծիծաղալու դրվագ էր, որովհետև Ռուսաստանի Դաշնություն եւ միտինգ բառերը իրար հականիչ բառեր են, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում տեսել ենք, որ միտինգ են արել, հետո 13-րդ հարկից օրինակ այդ մարդիկ ինչ որ բանի ազդեցության տակ ընկել են կամ մոստից ընկել են, մոստի վրա սպանվել են էլի ու այդ շատ բաներ, այսինքն ստեղ էլ Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքներ որպես այդպեսին դա նաև Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ եւ շատ ճիշտ ասեցիր, ասում ես ինչի դիվերսիֆիկացիան չի եղել, գիտես, իշխանությունը հայտարարել է, որ ինքը բալանսավորման քաղաքականություն է վարում։ Եվ այդ բալանսավորման քաղաքականությունը, այո, ես չեմ հասկանում եւ մենք դեմ ենք դրան, օրինակ ասում ենք, որ բալանսավորման քաղաքականություն չես կարող երկու աթոռի վրա։ Մենք դրա անունը դրել ենք երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, ընդ որում Հայաստանի երկրորդ նախագահը ասում է ճիշտ են իրանք ասում, մեր անունը չի տալիս, բայց ասում է իրանք ճիշտ են ասում, բայց ես դուրս եմ գալու լրիվ նստեմ ռուսական աթոռի վրա եւ երկրորդ բանը, որ ֆիքսեցի, այլևս Վլադիմիր Պուտինի տեխնացուն Ռոբերտ Քոչյանը չի Հայաստանում զգացիկ, որովհետեւ ինքը ասաց, որ գիտես ինչ կա, լավ կլինի, որ Սամվել Կարապետյանին թողեք, էլի ինքը մասնակցի ընտրություններին, որովհետեւ տենց մենք իր հետ ենք, ինչ այդ կոպիտ ասած այդ գործը օրթախ իր հետ ենք բռնել, էլի sense բաներ ուզում ասել։ Ամեն դեպքում ես չգիտեմ ինչ հաշվարկ է դրել Պուտինը դրա տակ, բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինի տեխնացուն Ռոբերտ Քոչյանն է ու մեր ձևով իր հավաքած բոլոր քվեները վերջում տալու է Ռոբերտ Քոչյանին, ինչքան էլ հակառակը համոզել։ Ես հենց այդ էի ուզում, եթե իհարկե այդ մեր ձևով ասվածը Սամվել Կարապետյանի այդ շուրջ հավաքվածները գրանցվեն
ինչ եմ տենց ասում, որ իրանց չպետք է գրանցել, որովհետև խոշոր հաշվով Պուտինը ինքն էլ տենց շատ լոյալ նայեց այդ հարցին, ասաց լավ կլինի որ մասնակցեն եւ Փաշինյանի պատասխանը որ իրանք իրավունք չունեն մասնակցեն, խոսակցության բան չդարձավ էլի, այսինքն չքննարկեցին, Փաշինյանը ասաց եւ լավ չեն կարող դառնալ ձեր քաղաքացիները մեր երկրում падգամավոր կամ վարչապետ եւ վերջակետ այդքանով, այսինքն այդ հարցը փակվեց։ Հիմա եթե իշխանությունը չի գրանցելու իրանց, ուրեմն այս նպատակաուղված այո գնում էր այդ քայլերը դեպի դրան եւ շատ լավ է որ իշխանությունը հասկանում է որ այդտեղ ռիսկ կա։ Բայց եթե գրանցելու են իրանց, գիտես, նախընտրական ինչ-որ քարոզարշավեր Ռուսաստանի Դաշնությունում էլի։ Բայց չգիտեմ, Արսենը լսել է այդ ձայնագրությունները, Այո, լսել եմ։ որ Սամվել Կարապետյանենց մասին հրապարակվեց։ Գիտեք, այսօր տեխնոլոգիապես լավ զարգացած է դաշտը, այսինքն ամեն ինչ հնարավոր է ստեղծել, բերել, սարքել եւ այլն, բայց չեմ ուզում ես դրան հավատալ, այսինքն ավելի շատ այստեղ կարա լինի նման բան, այսինքն դա իրականություն կարա լինի, որովհետև մենք բազմիցս անգամ տեսել ենք նախկինում ինչեր է կատարվել, ոնց է կատարվել, այսինքն դա նորություն չի։ Այդ մարդիկ էլ մնացել են այդ նախկին մտածելակերպի տակ, բայց նաև պետք չի բացառել, որ դա կարա լինի ուղղակի տեխնոլոգիա, որ օգտագործվել է եւ այստեղ հստակ չի կարելի ասել, որ այ օրինակ այսպես բան ա եղել, որ 100%-անոց այդպես է։ Բայց եթե քննչական կոմիտեն է հրապարակել, ես չեմ կարծում, էլի, որ կարա ինչ-որ ճիշտ է իրանք ասեցին, ժխտեցին, չէ՞, ասեցին բանը, այդ արհեստական բանականությունից սարքած, բայց դա քննչական կոմիտեն Եթե ժխտում եղել է, այտենց բան չէր կարա անել, էլի, արհեստական բանականությունով բան սարքել, զապիս սարքել, գցել ինտերնետ, այդ Արսեն ջան, մենք շփվում ենք, էլի, մենք շրջապատում հանդիպում ենք այնպես մարդկանց, ովքեր մեր ձևիստ են կամ մեր ձևիստների համար են աշխատում, մենք չենք տենում, որ շատ հանգիստ կարա լինի այդ ընտրակաշառքը։ Ընտրակաշառքը իրանք անունը դրել են այտենց ինչ-որ գրանցել աշխատավարձ տալ բան, բայց դա ընտրակաշառքը էլի, եթե զանգում ասում 100 օգունում ես տալու, վարչապետն էլ բաներ, չէ՞, այտենց վիդեո երկսեն, չէ, 18 օգուն ընկեր, չեմ կարա տամ քեզ այն 3-ը քեզ, այն 3-ը մեզ, այն 3-ն էլ ժողովրդին, բա, այդ պատասխաններ, բայց չգիտեմ մենք ուր ենք շարժվում, եթե մարդիկ հլկան, ես չգիտեմ։ Քանի որ իրանք անդադ սիրում են մեզ դատի տալ, բերեք ասենք ըստ քննչական կոմիտեի այդ մարդիկ ընտրակաշառք հավես չկա, այդ դատերը այդպես որոշի դա ոնց է։ Ուրեմն ամենասկզբում ասել են, որ այս մարդիկ նախկինից նախկին են եւ այդ բարքերը, որը որ կա, իրոք այդ նախկինների մասին է մարդկանց փողով առնել, ասել են որ Սամվել Կարապետյանը փորձելու է այս երկրում բոլորին եւ ամեն ինչ փողով առնել, որովհետեւ իր համար մնացած ոչ մի արժեք չկա, եւ Ժորժը նաեւ ասել են որ պետք չի իրանց գրանցել, էլի եմ կրկնում, մենք առաջինն ենք եղել, մենք պնդում ենք այդ որ պետք չի իրանց գրանցել, ճիշտ է գալիս է մի պահ իշխանությունները սկսում են հակադարձել, չգիտես ինչի համար, որովհետեւ կոպիտ ասած մեղնել է իրանց ձեռքը, չագուչնել է իրանց ձեռքը, ու մեկ էլ ձևիստների այդ հայտարարությունը նման էր մենք ենք մեր սահարի հայտնի դրվագին, որ ասում է գողին բռնել ենք, ասում է գող չեմ փիլիսոփայ։ Հիմա իրանցն է լրիվ էլի այդ։ Բայց չէ, փիլիսոփա չեն, Ժորժ ջան, գող։ Չէ, մի բան էլ ուրեմն էլի, քանի որ ռուսաստանցի օլիգարխի եւ Պուտինից եկանք Օվերչուկի հայտարարություններից էլ խոսենք, Օվերչուկը ասում էր, որ պետք չի մոռանալ, որ Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարարներ կան, այսքան հայ է մեր մոտ ապրում եւ նաեւ պետք չի մոռանալ, որ ՀԱՏՄ-ից օրինակ դուք այսքան օգուտներ եք ունենում, ճիշտ է մենք էլ օգուտ ունենք, այսինքն ապրանքաշրջանառություն կա, գյուղատնտեսական ապրանքներ կան, ընդ որում Օվերչուկը չսպասեց էլի այդ հանդիպումը վերջանար, Փաշինյանը հետ գար Հայաստան նոր ասեր, այնքան այդպես չէին մարսել այդ հայտարարությունները, Օվերչուկը որոշեց որ պետքա կեսից մի հատ ասել է, էլի որ պետքա ասենց բաներ կա, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը տեսեք, մեզ միշտ էլ դիտարկելու է այդ իրավիճակում, այսինքն եթե մենք Ռուսաստանի հետ ենք, մենք պիտի հարմարվենք այն իրավիճակին, որը որ այսօր կա։ Խելոք մնացեք, թե չէ ձեզ վատություն կանենք։ Այդ ասեց Օվերչուկը, բայց եկեք ասենք, որ մենք խելոք չենք, իրանց պատկերացրած խելոքը մենք չենք մնալու։ Հանրապետություն կուսակցությունը մտնելու անտրապայքարի մեջ ու թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունը իրանց պատկերացրած խելոքը մնա։ Գիտեք, ես մի հատ հետաքրքիր բան եմ ուզում նշեմ, հատկապես որը գալիս է ասենց հասարակության, հա, ինչ արձագանք կա մարդկանց մեջ։ Օրինակ քաղաքական դաշտում, հա, ասենք թե գնացին, հանդիպեցին, Օվերչուկը սենց ասեց, Պուտինը սենց։
Այստեղ ամենակարևորը վերջում թե տրամադրությունները ոնց է ստեղ մեր ներքաղաքական դաշտում, հատկապես հասարակության շրջանակներում, իսկ հասարակության շրջանակները շատ եմ շփվում այդ խմբերի հետ, բոլորն էլ միանշանակ կողմ են, որ ոչ թե պետքա գնալ էլի ռուսական կողմի, հա, ավելի շատ մի քիչ ավելի sense գիտակից մասայի մասին է խոսքը գնում, քանի որ բոլորս գիտենք հասարակության մեջ տարբեր շերտեր կան, եւ հենց այդ շերտերի մեջ տարբեր խոսակցություններ են, եւ հենց այդ պրոպագանդան, որ արվում է, դաժե հենց ռուսական կողմից, հայկականի միջով անցնելով, հա, հենց դրա համար արվում, որ այդ ավելի ցածր շերտի ներկայացուցիչների վրա հենց այդ ազդեցությունը եւ հենց այս մարտիկ են, որ հելում ասում են, չէ, մենք պետքա գնանք կոմունիզմ, սովետ եւ այլ, այսինքն միութենական այդ պետություններին միանանք, բայց ավելի գիտակից մասան իրանք ասում են, ոչ, մենք հակառակն ենք ուզում, մենք ուզում ենք գնանք առաջ, բայց նաեւ հաշվի առնելով ներկա ռիսկերը, ապագայի հետ կապված ինչ ռիսկեր կարան լինեն, այ իրանք սենց են մեկնաբանում եւ ես ուրախությամբ կարող եմ ասել, որ հենց այս շերտը հասարակության այն մարդիկ, ովքեր ավելի գիտակից մասան են, իրանք հստակ գնում են դեպի այդ ուղղությամբ, իսկ հանրապետության կուսակցությունը բազմիցս անգամ նշել է, որ հատկապես A5 ծրագրի շրջանակներում, որ ինչ առաջարկել, ոչ թե խոսել է, որ գիտեք ինչ սենց ինչ որ օթից վերցված բանը, որ շատերն են հիմա անում, այն ինչ որ ամբողջօր բաներ են հնչեցնում, որտեղ չկան կոնկրետ լուծումներ։ Իսկ հանրապետություն կուսակցությունը հենց դրան է գնում, այսինքն իր կետերով այդ A5 ծրագրով հստակ լուծումները տալիս է, թե ինչ պետքա լինի։ Օրինակ այդ բանի մասին, դանդաղելու մասին եւ նաեւ թե ինչի չեն կարողանում դիվերսիֆիկացնել այդ մասին, շատ ուղիղ կա բնութագրում դրան եւ Վազգենը ասաց, որ դրա բնութագրում ընտրություններն են, ինչի համար այդպես։ Շորտը օրինակ մենք 2024 թե 23-ին էր Չեմ հիշում ստորագրահավաքը 24-ին 2024 թվականին Հանրապետություն կուսակցությունը այն լոկոմոտիվներ այդ համախմբման մեջ, որ ասաց եկեք ստորագրահավաքի գնանք եւ Եվրամիության անդամակցության նպատակ եւ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք նախ հեշտ հավաքեցինք այդ ստորագրությունները եւ դա փառք ու պատիվ մեր ժողովրդի, որ իրենք եկան ստորագրեցին, բայց խնդիրը գիտես ինչումն էր, որ խորհրդարանում, երբ որ ներկայացվում էր այդ նախագիծը, կար երկու ուժ, Ռոբերտ Քոչարյանի ուժը եւ Պատիվ Ունեմը, ովքեր հաշ չէին այդ գործընթացը, Ջորջ ջան, իրենք չէին ուզում որ այդպես բան լիներ։ Մի հատ այդ հարց ու պատասխանները որ դնեք, նայեք ինչ են խոսում իրենք։ Կարո՞ղ ասեք այդ երկու խմբակցությունը մի նախագիծ դիվերսիֆիկացման համար, մի ներդրողի մի փոքր ինչ-որ բան տնտեսության մեջ առաջարկություն արել է, որ այդ դիվերսիֆիկացումը լինի։ Լավ իշխանությունը բալանսավորող է, փորձել անդեղել բալանսավորի։ Այս բա ընդդիմությունը ինչի համար է, եթե պետք է այդ ամեն ինչը հաշվի չառնի, ինքը դրա դեմ չխոսա, ինքը ինչ-որ բան չներկայացնի։ Գիտես, այսօր ընդդիմության ձեռքում ավելի շատ լծակներ կա, որպես այդպեսին, այո, խորհրդարանական պետությունում, խորհրդարանական ընդդիմության ձեռքում, խորհրդարանական ընդդիմություն։ Մենք խորհրդարանական ընդդիմություն չենք, բայց մենք ավելի շատ բաներ ենք պարտադրել գործող իշխանությանը, թե Միացյալ Նահանգների հետ պայմանագրերի ստորագրումը, քանի տարի առաջ ենք խոսել դրա մասին։ Ինչ արել խորհրդարանական ընդդիմությունը, ուզում եմ հասկանամ, ինչ են արել իրանք։ Ոչ մի բան, ես մի առիթով ասել եմ, էլ իրանց գործառույթը ընդհանրապես խորհրդանում, այս 5 տարիների ընթացքում, ոչ թե այդ կներեք, այս վերջերս, այլ այս 5 տարիների ընթացքում իրանց գործառույթը եղել է Արցախի դրոշը դեմները տնկելը գալ, գործի չգնալը։ Աշխատավարձ ստանալը, այդ պարգևավճարներից չհրաժարվելը, ախպեր ոչ մի բան չեն արել մարդիկ այս երկրում։ Կարապետյանը որ ուզում է հայտնվի խորհրդանում իր աղբոր տղայով, ինչ են ու չգիտեմ, ես զարմանում եմ մարդ ոնց է գնալու, այս մարդկանց քվետ է։ Այս մարդիկ ոչ մի քարի վրա չեն դրել պետության համար։ Ոչ մի բան չեն, հələ վնաս են տվել։ Հələ վնաս են դրել, երբ որ մենք այդ բանը այդ ստորագրահավաքի օրինագիծը տարել ենք խորհրդարան, դեմ էին արտահայտվում։ Վնաս են տվել պետությանը մենակ, ասենք մի գրամ օգուտ չեն տվել պետությանը։ Ոնց են սրանց քվետալու, ես զարմանում եմ։ Ես այդ դիվերսիֆիկացման հետ կապված օրինակ երիտասարդությանն եմ ուզում դիմել ու այդ շատ կարևոր կոմպոնենտ է, այդ շատ կարևոր է այս մասը հասկանալ։ Տեսեք, Հայաստանից դժվարությամբ
Բայց օրինակ հնարավոր է, չէ՞, մեկնել Միլան, հանգստանալ, հետ գալ։ Հա, այդ վիզաները դժվար են ստանում մարդիկ, հերթեր եւ այլն եւ այլն։ Վերջերս աղագին հեշտացել է, բայց Հա, եւ մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ամբողջապես պետք է վիզաները ազատականացվի։ Ոնց որ եղել է տարիներ շարունակ Վրաստանում։ Օրինակ Վրաստանից մարդիկ $20 թռել են Միլան, համերգ են նայել եւ հետ են եկել։ Շուրջն Հայաստանից էլի մի փոքր ավելի դժվար, բայց գնում են Միլան, հանգստանում Շատ ավելի էժան։ կամ հա, կամ հետ են գալիս։ Կարակ ասեք Ռուսաստանից Միլան կարան գնան այսօր։ Ռուսաստանից կարող են Հայաստան դա։ Շուրջը մենք ուզում ենք այն ինչ որ Վրաստանը ունեցել է այդ ազատականացումը, մենք էլ ունենանք դրանից։ Հիմա իրանց մոտ պետքա շատ լավ նաև մեր համար դաս է, պետքա նայել թե այնտեղ ինչ է լինում այս պահին եւ դրանից դաս քաղել, ախր մենք պետքա մի հատ արտահայտություն կա, չէ՞, ասում խելոք մարդը հիմարը ասում սովորում է իր սխալների վրա, խելոքը սովորում է ուրիշների սխալների վրա։ Շուրջը եկեք մենք այդ խելոքը լինենք, մեր պետությունը թող լինի այդ խելոքը։ Մեր հարևանների օրինակները նայեք ու սովորենք դրանից։ Ինչա կատարվում, որ այդ ջան այդ վերնշված օրինակները բերեցիր, համապատասխան մարմինները, լծակները, այդ խողովակները վերցնում են այդ ինֆորմացիան ու սկսում են ավելի վատ ձևով օգտագործել, այսինքն Եվրոպա, ԱՄՆ իրականում այնտեղ շատ լավ սովորություններ կան, տրադիցիաներ կան տեխնոլոգիաներ, բարձր տեխնոլոգիաներ, որոնք կարող են ներդրվել այստեղ Հայաստանում, բայց փոխարեն ինչ է, միայն խոսում է վատից, այսինքն սա էլի ռոպագանդայի մի ձև է, միայն վատը կարոզել, այսինքն Եվրոպա, հեսա այնտեղ ինչ որ բան վատ է, հեսա չգիտեմ ովքեր գալու են լծվեն այստեղ ավիրեն, չէ։ Իրականում այդպես չի, որովհետև Եվրոպան եւ ԱՄՆ-ը ունեն իրենց լավ կողմերը։ Եվ մենք պետք է այնց լավը վերցնենք։ Լավը ավելի շատ է, քան վատը։ Ի տարբերություն Ռուսաստանի։ Մենք պետք է վերցնենք այդ լավը եւ օգտագործենք այդ զարգացման համար, ոչ թե նստենք ու անընդհատ բողոքենք, ասենք գնացինք Եվրոպա կամ ԱՄՆ, всё, ուրեմն այնտեղ մի վատ բան կա, այս այդ վատ բանը բերում ենք, լցնենք այստեղ, եւ սա դառել է արդեն սովորություն, այդ հենց այդ խողովակների համար, ովքեր օգտագործում են այդ ինֆորմացիան, ասած տարածում են, հատկապես ուզում նաեւ նշել մեդիա դաշտը, ոնց է մեդիա դաշտի միջոցով այդ ամեն ինչը մարդկանց ուղեղները ոնց է լվացվում։ Այսինքն վերցնում են լավ բանը, սարքում են վատ բան ու մատուցում են։ Նույն Facebook-ի, Instagram-ի, այդ TikTok-ներով եւ այլ։ Բայց ելի եմ ուզում նշել մի շատ կարևոր փաստ, որը որ հենց կատարվում է գիտակից մասը, բոլորն է հասկանում են ինչա կատարվում, որ այս ամեն ինչը ժողովուրդ, ես օրինակ Միացյալ Նահանգներում եղել եմ, մյուսն էլ եղել, մյուսն էլ այս մարդիկ ովքեր եղել տեսել են, Միացյալ Նահանգները ունի լավ կողմեր, ունի զարգացած տնտեսություն, որը թռիչքային աճ է ապրում եւ քիչ հետո մի քիչ կխոսենք նաեւ այս ծրագրերից, որ Հայաստանում կարծեմ մի քիչ առաջ նշեցի, Հայկ ջան, որ փոխհամագործակցություն է լինելու, ավեշուտ եղել է։ Այսօր տնտեսական ծրագրերին կգանք, պայմանագրերը ստորագրել են։ Բայց հա, ստորագրված է իհարկե, եւ մենք վերցնելու ենք այդ ամենալավը եւ այդ լավը առաջարկում են հանրապետության կուսակցություն, այսինքն որն է այդ լավը։ Այս են կետերն է, որ պետքա ներդրվի թե տնտեսության թռիչքի, տնտեսապես թռիչքային աճապահովի, ամենակարևորը անվտանգություն պետք է ապահովի, որը որ էլի լուծումներով գնա, բայց եկեք լավ անցնենք։ Ես առաջարկում եմ օրինակ մի անգամից անցնենք այդ տնտեսական թեմաներին։ Ես երկու փոքր հա թեմա էլ ունենք, ուրեմն ժողովուրդ, ես իհարկե կատակերգական է էլի այս ժանրը, ուրեմն Քոչարյանի նախկին գրասենյակի ղեկավարը, եթե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, Վիկտոր Սողոմոնյան, եթե չեմ սխալվում, այդպես մարդ կար ասել էր, որ պետական ապարատի չայկանայեք ինքը չի ասել, News AM-ն էր էս գրել, որ պետական ապարատի 75%-ը ձայնն է տալու Քոչարյանին։ Նորմալ է։ Գիտեք ես լրատվականը, որ լրատվականն է, այն որ արդեն Իրանում էլ հայտարարել էին, որ Այաթոլան մահացել է, այս լրատվականը պայքարում էր Այաթոլայի կյանքի համար։ Այս այդ լրատվականն է։ Այսինքն Արսեն ջան, տեսես քո ասածը, որ վատը Այս մարդիկ նույնիսկ այդ հարևան երկիր է, չէ՞, ասենք լավ թողենք էլի, հիմա ինչ գործ ունենք, մենք փոքր Հայաստանը խառնվի Իրանի ու Ամերիկայի, ասենք այս պատմությանը։ Պրինցիպի չի էլ կարա փրկի Այաթոլլահը։ Չի կարա որ շատ ուզենա, էլի չի կարա։ Այս լրատվականը պայքարում էր այդ մարդու կյանքի համար, ինչ որտես, չէ ինքը չի Իրանում արդեն ասում էին ախպեր, հանգիստ թողեք, ինքը մահացել է այդ մարդը։ Այս դաշտը, չգիտեմ, այս լրատվական դաշտը դատական համակարգի պես մի ուրիշ աբսուրդ է, որ չի լուծվում, չգիտես, որտեղ է էլի։
Իսկ մա դրա լուծումը տես կոնկրետ չկա, դա միշտ եղել է ու շարունակվելու է, հներից հին ժամանակներից եկած դա եղել է, դա չունի ինչ-որ վերջաբան, դա միշտ կա, լինելու է, ուղղակի Հայաստանին կարծում եմ, Հայաստանին պետք են հենց այդ դաշտը վերահսկող եւ համակարգող մարմիններ, որովհետեւ այսօր ինչի՞ չեն, հենց երիտասարդության շրջանում անենց բաներ է մատուցում խոսքը գնում է քաղաքական տեսանկյունից, այնպես բաներ է մատուցում, որ երիտասարդության, օրինակ 18-20 տարեկան երիտասարդը վեր կանում ու խոսում է կոմունիստական ինչ-որ բաներից կամ ինչ-որ հեղինակների անունը տալիս։ Brainwash ուղղակի լվացման գործիքներն են, որը այս վերջերս օրինակ որ եկեղեցում փորձեցին Նիկոլ Փաշինյանին երիտասարդը հարվածել ու ընդդիմությունը երիտասարդից ինչպես միշտ կերտեց ազգային հերոսի ու փորձում էր Փաշինյանին հարվածել։ Ասենք այս աբսուրդը, հասկանում ես, ընդդիմությունը փորձում է ասես բաներ անել, ու այս աբսուրդը լրագրողներն էլ որոնք հստակ քաղաքական բան ունեն, գիտես միկրոֆոնով ակտիվիստներ են իրանք էլի, այսինքն լրագրողին չի համար, որ ինքը հարց տա, չէ՞, այսինքն ինքը պետք է հարց տա, հարցի պատասխանը ստանա, լսի դա լրատվական դաշտի 80%-ը դա չի։ Ինքը միկրոֆոնով քաղաքական տեսակետը հայտնում չի, էլ հետարքշում դիմացին ինչ կպատասխանի։ Եկեք, բայց ընդունենք, որ ստե իշխանությունների մեղքն էլ կա, որտեղ չգիտեմ, ասես մի քիչ կոպիտ կհնչի, բայց մի երկու ռեզբա պետքա ձգել էլ էս լրագրողների էս սահմանները, որ իրանց սահմանները իհարկե օրենքի սահմաններ, բայց սրանց պետքա հասկացնել, որ ժողովուրդ ջան, նախ Հայաստանի պետականության դեմ խոսալ, Հայաստանի շահերին դեմ խոսալ չի կարելի, հետո դուք հարց տվող եք, արա, դուք բան ակտիվիստ չեք էլի միկրոֆոնով, որ եկել եք բան ձեր տեսակետն եք հայտնում, եթե ակտիվիստ եք, եթե տեսակետ ունեք, չգիտեմ, նորմալ է որ տեսակետ կունենաք, բայց եթե այտենց է, եկեք մտեք ինչ-որ քաղաքական ուժի մեջ, ինչ-որ քաղաքական կուսակցություն մտեք, որի գաղափարները որ կիսում եք, ծավալեք քաղաքական գործունեություն, էլի ոչ թե այդպես մարդկանց անընդհատ սադրեք, չի կարելի։ Իսկ լրագրողական հենց համակարգն էլ որոշակի էլի տեղերից համակարգվում է, այսինքն դա վերահսկվում է, այսինքն կլինի ընդդիմադիր դաշտ եւ այլ։ Մարդիկ ունեն իրենց տերերը, որոնք որ իրենց առաջնորդում են, դա էլ կարծում նորմալ է, իսկ այդ երիտասարդի հետ կապված ուզում եմ այդ բան ասեմ, իհարկե ցավոք որ 12-րդ դասարանի աշակերտը նման վարքագիծ է, հա, դրսևորում, օրինակ քաղաքակիրթ աշխարհում եթե ինքը ձեռքը բարձրացներ, այնտեղ իր ձեռքը կմներ օդի մեջ ուղակի ու շատ ցավալի ավարտ կունենար, որովհետև նման երկրներում այդպես բան չես կարող դու տեսնես։ Եվ հենց այդ ձեռքը բարձրացնում ինքը գիտի, հանգարց ձեռքը բարձրացրեց ինքը այդ իր վերջի վարքյանն է լինելու, կոպիտ անջում իհարկե, բայց այստեղ կա միանշանակ ազատություն, նաև կա խոսքի ազատություն եւ այստեղ գնահատական հնչեցնել, որ ինչի է այդպես բաները, ինչ են կալանավորում եւ այլ, այս թողենք արդեն իհապա մարմիններին, հա, իրանք թող որոշեն։ Ամեն դեպքում շատ տհաճ երևույթ է, որ այդպես բաներ են։ Ես կարծում եմ տնտեսական բլոկին, եթե բան չունենք։ Հա, հեսա անցնենք, ես կարծում եմ, որ ժողովրդավարություն եւ ամենաթողություն հասկացությունները իրարից շատ տարբեր են եւ այդտեղ հստակ սահման կա, որ չպետք է թողել, որպեսզի ժողովրդավարություն դառնա ամենաթողություն։ Եկեք անցնենք տնտեսական բլոկին, չգիտեմ, ես ու Հայկը շատ ենք խոսացել Հայաստան ԱՄՆ համաձայնագրերի, պայմանագրերի մասին։ Արսեն ջան, ինչ կասես մեզ ավել, էլի։ Մի փոքր խոսենք, օրինակ այդ միջուկային ծրագրերից, ռեակտորների, մոդուլային ատոմական, այո, այդ փոքր մոդուլային ռեակտորները, որը արդեն կիրառվում է Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, շատ հաջող կերպով է կիրառվում, բայց մինչև այդ էլ կիրառվել է ավիակիրների վրա, այսինքն դա եղել է ալտերնատիվնի էներգիա, եւ սա կարծում եմ Հայաստանի համար շատ մեծ ձեռքբերում է, այս բայց մենակ միջուկային ծրագիր չի, այստեղ ռեակտորների, այլ մենք ունենք նաև Nvidia-ի, Firebird-ի, որոնք արդեն Հայաստանում ներդրումներ են կատարում։ Իմիջիայլոց արդեն սկսել են արդեն շինարարություն են սկսել, եւ սա ապահովելու է թռիչքային աճ, տնտեսության մասին է խոսքը գնում, եւ սա ուղղակի այլ ընտրանք չկա, այսինքն չի կարող քննարկվի ուրիշ ձևի, որովհետեւ տեսեք, օրինակ Հանրապետություն կուսակցությունը հստակ, եթե խոսում է տնտեսության աճից, հստակ լուծում է առաջարկում եւ այդ լուծումը այսօր կատարվում է, այսինքն ոչ թե կատարվում է, որ ուղղակի ինչ-որ թղթի վրա բան է գրված, այլ ֆունկցիոնալ առումով արդեն կիրառվում է։ Եվ այստեղ խոսել արդեն, չգիտեմ, ինչի
ես օրինակ կառաջարկեմ, որ հենց այդ ՔՎՏՕ-ը ընտրողը գնա հենց այդ ճանապարհով, ինչի համար, որովհետև սա հստակ լուծում է։ Հիմա տեսեք, այդ ռեակտորները փոքր մոդուլային ռեակտորներ, իրանք ինչ են ապահովում, այսինքն մենք եկեք փակագծերը բացենք, հասկանանք, օրինակ սա մեծ հաշվով ինչա տալու Հայաստանին, հա? То есть կտա սա տնտեսական աճ միայն, թե կտա անվտանգություն, ինչ է տալու սա։ Դերն էլ կբարձրացնի Հայաստանի աշխարհաքաղաքական առումով, Հայաստանի դերը կբարձրացնի։ Տեսեք, Հայաստանը շատ փոքր շուկա է, նման, հա, երևույթի համար, բայց այստեղ ավելի ուրիշ մեծ խնդիր կա, ըստ իս, սա էներգետիկ կախվածությունն է, որ այսօր մենք ունենք, եւ նմանատիպ այլընտրանքային process-ը, հա, բերելու Հայաստանին միանշանակ անկախացում եւ ինքնիշխանության ամենալավագույն սա, չգիտեմ, դրսևորումն է լինելու, ինչպես նաեւ քաղաքական տեսանկյունից սա լինելու է շատ հզոր գործիք։ Ինչի համար, քանի որ դու առանձին ես, այսինքն առանձին ասելով կախված չես այլընտրանքային ինչ որ, չգիտեմ, դրսի տնտեսությունից, հա, ինչ որ ներդրում են որոշակի առժամանակին, որտեղ դու ընկել ես կապանքների մեջ, տեսեք այսօր աշխարհով մեծ գլոբալ ինչ որ process-ներ են տեղի ունենում եւ պատկերացնում ենք, եթե մենք ունենք հարևան երկրներից այստեղ ներդրված sense ասած կյանքին սպառնող, հա, ինչ որ բաներ ներդրված, օրինակ խոսքը էներգետիկ համակարգի մասին, եթե այնտեղ խնդիր առաջանում, անպայման Հայաստան տուրբուլենտ sense մեծ վիճակ է սկսում եւ ինչի, եթե կա այնպես մեթոդ, այնպես վիճակ, որ կարելի է տեղից դուրս գալ, ինչի չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ մենք կարող ենք խոսել ինքնիշխանությունից, կարող ենք խոսել տնտեսական աճից, բայց դրան լուծումներ են, չէ՞ պետք։ Եվ այս ամեն ինչը կարծում լուծումներ է, եւ մի հատ էլ մի բան ավելացնեմ, որ օրինակ ըստ իս սա ոչ թե տնտեսական արդեն լուծում է, այլ սա քաղաքական ընտրություն է, գնալ այս ճանապարհով եւ հենց այս քաղաքական ընտրությունը կարծում եմ, որ պետք է հենց այդ գիտակից մասան հասկանա, թե վերջ-վերջո ինչպես է կայացնելու իրան։ Կարճ ասած վեկտորի փոփոխություն։ Շատ լավ ասացիր, օրինակ, դες ինչ ենք մենք ասում, չէ՞։ Մենք չենք ասում, Ժորժ ջան, մենք ստեղծելու ենք 300,000 աշխատող, որտեղ աշխատող չի լինելու։ Լոլո չենք կարճ, լոլո, չէ, բայց ում համար եք ստեղծում այդ 300,000 աշխատողի եղբայրը։ հնդիկների։ Մենք ասում ենք, Ժորժ ջան, մենք ստեղծում ենք այնպիսի աշխատատեղ, որտեղ մարդը շատ բարձր աշխատավարձ է ստանալու եւ այդ աշխատատեղը ինքնին, օրինակ, որ ասում ենք կիսահաղորդիչների արտադրությունը լինելու Հայաստանում, մենակ այդ արտադրությունը Հայաստանին դնելու աշխարհի հզորների հետ նույն սեղանի շուրջ։ Այդ ոլորտում տարածաշրջանում ես վստահ եմ, ավելին կամ վստահ եմ, որ Հայաստանը դառնալու արդեն տեխնոհաբ, կարևոր պատկերացրեք նման ընկերություններ, հսկայական ընկերություններ ներդրում են անում այս տարածաշրջանում, ոնց կարող է այստեղ անվտանգությունը ուղղակի մի կողմ դնել։ Կամ մեկ այլ հակադիր օրինակ ասեմ, կապված են տնտեսական։ Այս բաները Վազգեն շատ ճիշտ է դրել անունը լոլո։ Ասենք ասում են փոքր եւ միջին բիզնեսին ազատելու ենք, մենք չենք ասում որ ազատելու ենք հարկից։ Ախպեր, բայց փոքր ու միջին բիզնեսն էլ չի ուզում ազատվի հարկերից։ Այդ մարդիկ հիվանդ չեն, այդ մարդիկ գիտեն որ իրանք պետքա հարկ մուծեն, որ իրանք փոքր եւ միջին բիզնեսը խանութի դեմը ասֆալտը լինի։ Բայց պետքա փոքր եւ միջին բիզնեսը այս առաջարկների վրա հասկանա որին է ընտրում։ Մենք ասում ենք Ժորժ ջան, մենք Amazon-ը բերելու ենք Հայաստան, իսկ դա փոքր եւ միջին բիզնեսի համար պատկերացնում եք ինչ շուկա է, որտեղ պետք է հասցնել միտք ունենալ, արտադրություն ունենալ, ինչ որ բարիք ստեղծել մարդկանց համար։ Այսինքն այս բաների մեջ ընտրությունը շատ ճիշտ ասացի նաև դու, որ սա քաղաքակրթական ընտրություն է նաև եւ պետք է ընտրությունը կատարելուց մարդիկ իրանց երեխային նայեն եւ այդ երեխայի ապագայի համար ընտրությունը կատարեն։ Մենք հենց այդպես էլ ասում ենք այս ընտրությունը ինչի համար է, ապագայի համար է, երեխաների համար է եւ Հայաստանի համար է։ Կարծում եմ, այս մեր կարգախոսի մեջ իրոք մենք կարողացել ենք տեղավորել այն ամեն ինչը որ ուզում ենք մեր ժողովրդին մատուցել։ Շատ երկար ենք մտածում կարգախոսը ընտրելուց, մենք քիչ փակագծեր բացենք, էլի։ Ու սենց էր դրված։ Ինչի համար ենք մենք մասնակցում ընտրությունների։ Օրինակ շատերի մոտ էլ է, չգիտեմ, եթե բոլոր մասնակցող կուսակցություններն ու քաղաքական ուժերը իրանց մի պահ այդ հարցը տային, կարող է շատերը չմասնակցեին ընտրություններին, որովհետև լրիվ ինքնանպատակ է իրանց մասնակցելը։ Հարցը սենց է դրած. ինչի համար ենք մենք մասնակցում ընտրություններին։ Եկեք այտենց որոշենք մեր կարգախոսը։
ու վերջում եկանք նրան, որ մասնակցում ենք ընտրություններին Հայաստանի համար, երեխաների համար, ապագայի համար ու այդ այնց լիքը կարևոր բաների համար մենք մասնակցում ենք այս ընտրություններին, մենք ուզում ենք գնանք խորհրդարան, այս մեր պատկերացրած մեր երազած Հայաստանը ունենալու համար ու քանի որ խոսքը գնաց այս մեր երազած Հայաստանի մասին, այդ երազած Հայաստանի մասին տղեկ ջան 2016 թվականի այս օրերին քառօրյա պատերազմը սկսեց ու այդ մեր երազած Հայաստանի համար մեր ընկերները իրենց կյանքը զոհեցին, մեր Հայկը մասնակցել է այդ քառօրյա պատերազմին ու չգիտեմ մենք ստեղ մի քիչ այտենց խոսքերով նկարագրելը շատ բարդ է, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, Հայկը իր մասով պետք է ամեն ինչ անի, որ այն մեր ընկերները, ովքեր որ էլ մեր հետ չեն այդ քառօրյա պատերազմից հետո, իրանց այդ կորուստը մարդկային կյանքերը ասենց ինքնանպատակ չլինեն, էլի, այն ծառայի այն նրան, ինչի համար որ իրանք զոհվել են անկախ Հայաստանի Հանրապետության Իրանց գործը շարունակվում է, հենց այդ մեթոդով։ Իրանք իրանց կյանքը տալուց չեն մտածել, որ չգիտեմ, Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյանը գործուղվելու Հայաստան, Հայաստանի անկախությունը ընդհանրապես սակարկողներ են լինելու Հայաստանում։ Եկեք մեր ընտրությունը կատարելուց ինձ կատարենք, որ Հայաստանի անկախությունը սակարկող յուրաքանչյուրը իր պատիժը կրի ու այդ ամենալավ պատիժի ձևը 0 քվեն կլինի իրանց ու այս մեր տղաներին ամենալավ շնորհակալության ձևը կլինի, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունը շարունակի անկախ մնալ, զարգանա Հայաստանի Հանրապետությունը ու գոնե մենք ովքեր որ մնացել ենք ապրենք մի քիչ ավելի լավ Հայաստանում, մի քիչ ավելի բարեկեցիկ Հայաստանում ու իհարկե անկախությունը ոչ մի գրամ չսակարկվող Հայաստանում, այդ Հայաստանում ապրենք մենք։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեր ժողովուրդի հասարակությունը կատարի իր ճիշտ ընտրությունը, այսինքն կգնա դեպի ավելի զարգացած ճանապարհով, ավելի ապագային նայելով, քանի որ դու նշեցիր, հա, որ ապագայի մեջ նաև մեր երեխաներն են մտնում, ովքեր պետք է ապրեն մեր ստեղծած ճանապարհը, այսինքն մեր ստեղծած, չգիտեմ, տնտեսությունում, երկրում, մշակույթի մեջ եւ այլ, սա շատ կարևոր, ասենց ասած, մեսիջ է, ես էլ իմ կոչն եմ անում, թող բոլորը կատարեն գիտակցված ընտրություն, որովհետեւ սա իրենց ապագան է նաև եւ իրենց երեխաների ընտանիքների։ Քանի որ ապրիլյան պատերազմից խոսեցինք, մեր տղերքից խոսեցինք եւ ելի նշենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը, որ հիմա Հայաստանի դառնու ցավով ուզում տապակվի, այդ ժամանակ Ռուսաստանում հարստանում էր։ Եվ Ռուսաստանին էլ նորից հիշեցի, որովհետեւ ներքաղաքական դաշտում եւս մեկ նորություն ունենք, հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու եկող ընտրություններին եւ իրենք են հայտարարել ու ըստ իս ինչի չեն մասնակցելու, տղեկ ես այսօր մտածում էի եւ ակամայից քանի որ այսօր էր ապրիլյան պատերազմը սկսել, գնացի 2016 թվական ու հիշեցի ապրիլյան պատերազմից հետո մի դրվագ, ես հիշում էի որ Մյունխենում է եղել այդ ելույթը Սերժ Սարգսյանի, բայց մեր ընկերներից ինձ ասացին որ չէ Մերկելի հետ հանդիպում էր փաստորեն եւ գիտեք ինչ ասաց Սերժ Սարգսյանը, ասաց որ լավ չի որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենքեր է վաճառում Ադրբեջանին, այսինքն տեղից էլ ռազմական բալանսը մի բան չի եւ ստեղ արդեն ավելի շատ է զինվում, մեզ էլ հնարավոր չի որ լավ այդպես զենքեր է վաճառում էլի եւ կարծում եմ հանրապետականը չի կարողացել տեղավորվել ռուսական դաշտի այն դիրքում, որ իրենց վրա էլ կոպիտ ասած լրիվ գուբերնացմանը կողմ չի եղել։ Խաղադրույք չի կատարվել, ես քո ասացի պես տես, իրենք խաղադրույք են կատարել Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա, իհարկե այն բանում վերջում երևի թե վարչապետ պետքա դառնա Ռոբերտ Քոչարյանն էլի, ըստ այդ կոմունիկացիա, որտեղ հանրապետականը դուրս է մնացել ու հիմա իրանք չգիտեն ինչ անեն, դե ասել են եկեք չմասնակցենք, լավ, տեսնենք ինչ ալնում էս ընտրություններին։ Ես մի քիչ ավելի դրական կարծիք եմ հանրապետական կուսակցության մասին, իմ կարծիքով ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի հետ նույն հարթության վրա չեմ դիտարկի իրանց, իմ կարծիքով իրանք լրիվ գուբերնացմանը դեմ են Հայաստանի Հանրապետության, իմ կարծիքով։
Դրա համար չեն այդ դաշտում չեն մտել ընտրություններին մասնակցության։ Չգիտեմ, բան ունեք ավելացնելու։ Տարբերակ է։ Բան թողել ենք պակաս ունեք, բան ավելացնելու։ Ես չէ, ոնց որ սրտից խոսքեր ասեցի, ինչ ուզում եի ասեի, ինչ կարծում եմ, միայն վերջում նորից ուզում եմ կոչ ասեմ, թե սա ինչ ոնց որ ճիշտ կլինի, ճիշտ կհասկանան։ Այս մոտակա արդեն հեսա քարոզարշավը սկսելու, ընտրությունը սկսելու բոլորին ուղղակի հորդորում եմ, հա, որպեսզի իրանք նայեն հանրապետության կուսակցության առաջարկած ծրագիրը, ծանոթանան այդ ծրագրերը, թե բազմիցս անգամ խոսվում է այս ամեն ինչի մասին, հենց այդ 5 կետերից է խոսվում, որն էլ որ իրենց կողմնորոշելու է, թե իրանք որ կողմ գնան, որ կողմով շարժեն։ Իհարկե նաև լինելու այնպես, որ կլինեն մարդիկ, ովքեր գնան այդ ռուսական ճանապարհով, կընտրեն, սա իրենց իրավունքն է, սահմանադրական, դա նորմալ է, բայց հիմնականում մեծ մասը ստորացված է, այսինքն այն խավը, որ ավելի գիտակցված է, իրանք վստահ են, որ գնալու են այդ ճանապարհով, այսինքն ուզենալու են գնան դեպի ազատ Հայաստան։ Մեզ բարդ քարոզչական շրջան է սպասվում, որտեղ պետք է խնդրեմ մեր հետևորդներն էլ ակտիվ լինեն, մեզ շատ գրեն, կոմենտ գրեն, լայքեն, տարածեն մեր այս եթերները, որովհետև այս քարոզչության մեջ իրանք էլ իրանց ուրույն դերը ունեն եւ այդ ուրույն դերն է, որ մենք գոնե պետք է անդադ լինենք այս լրահոսում, որպեսզի մեր այս գաղափարները ավելի շատ մարդկանց հասցնենք։ Դե սիրելի դիտողներ, շնորհակալություն մեր հետ լինելու համար, լայքեք, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի գոճակը, գրեք մեկնաբանություններ, վերջում կավելացնեմ փառք բոլոր նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։